Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր հունվարի 18։ Արդարի նեղությունները շատ են, բայց Տերն այդ բոլորից ազատում է նրան։ Սաղմոս 34-րդ գլուխ 19-րդ խոսք։ Տառապանքը չի կարող մեզ դժբախտ դարձնել, եթե այն մեր սեփական սխալների արդյունքը չէ։ Այն կարող է նույնիսկ օրհնություն բերել, և մենք կարող ենք օրհնվել դրանցով։ Դրանք այնքան հեռու են արդար մարդու երջանկությունը խլելուց, որ ընդհակառակը իրականում ավելացնում են այն։ Տառապանքներն ու փորձությունները ճանապարհ են դեպի հավիտենական երանություն, որովհետև փորձվելով կստանա կյանքի պսակը։ Հակոբոս 1:12 խոսք։ Երբ նա հաստատվի, երբ նրա առաքինությունները ապացուցվեն ճշմարիտ և բարձրագույն արժեք ունեցող, ինչպես մետաղները, որ փորձարկվում են իրենց գերազանցության համար կրակով, և երբ նրա անարատությունը բացահայտվի, բոլորը կհաստատվի մեծ դատավորի կողմից։ Աստծուց հաստատված լինելը քրիստոնյայի մեծագույն նպատակը պետք է լինի իր բոլոր փորձությունների մեջ, և վերջում դա պիտի դառնա նրա երանությունը, երբ նա ստանա կյանքի պսակը։ Փորձված քրիստոնյան պսակված պիտի լինի, և այն պսակը, որ նա պիտի կրի, կլինի կյանքի պսակ։ Այն նրա համար կլինի կյանք և երանություն, և պիտի մնա հավիտյան։ Մենք խաչը կրում ենք միայն որոշ ժամանակով, բայց պսակը պիտի կրենք հավիտյան։ Այս երանությունը, որ ամփոփված է կյանքի պսակի մեջ, խոստացված պարգև է արդար տառապողին։ Հետևաբար, սա այն է, ինչի վրա մենք կարող ենք անսասան վստահություն ունենալ, որովհետև երբ երկինքն ու երկիրը անցնեն, Աստծո այս խոսքը չի անցնի և իր նշանակությունը կկատարի։ Կյանքի պսակը խոստացված է ոչ միայն մեծ ու նշանավոր սրբերին, այլև բոլոր նրանց, ովքեր ունեն Աստծո սերը, որ իշխում է իրենց սրտերում։ Յուրաքանչյուր հոգի, ով իսկապես սիրում է Աստծուն, կստանա այս աշխարհում իր ունեցած փորձությունների ամբողջ վարձատրությունը երկնքում, որտեղ սերը կատարյալ է։